Սիրված դերասան Հարութ Արշակյանն այս շրջանում հանդես է գալիս Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում մարմնավորելով սիրված Արամի կերպարը։ Նա գտնվում է կյանքի ամենահուզիչ և երջանիկ փուլերից մեկում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա մեկնել է եվրոպական շրջագայության, որտեղ թե հանգստանում է և թե կիսվում է իր հետևորդների հետ անմոռանալի պահերով, սակայն ամենաազդեցիկ և գունեղ պահը դերասանի համար եղավ Փարիզում Էյֆելյան աշտարակի ֆոնին տեղի ունեցած բացառիկ իրադարձությունը։ Հարութ Արշակյանը և իր սիրելին մի գեղեցիկ ու զգացմունքային պահով կիսվեցին իրենց հետևորդների ու երկրպագուների հետ, բացահայտելով իրենց ապագա առաջնեկի սեռը հենց սիրո քաղաքում Փարիզում։ Դերասանը հրապարակել է տեսանյութ, որտեղ աշտարակի փայլերի ու մարդկանց ջերմ արձագանքների ուղեկցությամբ նրանք սպասում են աղջկա։ Տեսանյութը լցված է սիրով, հուզմունքով ու երջանկության անմիջական շնչով, և այն շատ արագ տարածվեց սոցիալական ցանցերում, բազմաթիվ դրական մեկնաբանություններ ու բարեմաղթանքներ ստանալով։ Դերասանի հետևորդներն ու գործընկերները մեծ ոգևորությամբ են արձագանքել, շնորհավորելով զույգին առաջիկա մայրության և հայրության կապակցությամբ։ Շնորհավորանքներին միանում ենք նաև մենք, մաղթելով ուժ, առողջություն, սեր ու անսահման երջանկություն նոր կյանքի այս հրաշալի ճանապարհին։ Նման պահերը կրկին հիշեցնում են, որ նույնիսկ ամենահաջողված դերակատարման և վառ բեմական հաջողությունների կողքին մարդկային ամենամեծ նվաճումը մնում է ընտանիքը։ Հարութ Արշակյանի անձնական և մասնագիտական կյանքը կարծես ներդաշնակորեն զուգակցվում են։ Մի կողմից հեռուստադիտողների սիրելի հերոսն է, ով իր կերպարով ազդեցիկ ու կենսահեղափոխական փոփոխություններ է բերում սերիալին, մյուս կողմից այն մարդն է, ով Էյֆելյան աշտարակի ներքո երջանիկ շպիտով հայտարարում է «Մենք աղջիկ ենք ունենալու»։ Հուսանք, որ այս ուրախ լուրը նրան կլցնի նոր էներգիայով և կներշնչի նրան կրկնակի նվիրումով շարունակել իր ստեղծագործական ճանապարհը, իսկ հեռուստադիտողներին դեռ սպասվում են հետաքրքիր զարգացումներ թե սերիալում և թե իրական կյանքում։ Ինչպես արդեն նշեցինք, Հարութ Արշակյանը «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում մարմնավորում է Արամին, մի կերպար, որը շատ կարճ ժամանակում դարձել է սերիալի առանցքային և սիրված դեմքերից մեկը։ Նրա հայտնվելը սյուժեի զարգացումների համար նոր շունչ ու հոգեբանական խորություն բերեց։ Արամը մի տեսակ հակաթույն է Ռեբեկայի հոգեկան ծանր վիճակին, որում հայտնվել էր Վահեի կորստից հետո։ Նա միակն էր, ով իր պարզ, կենսախինդ և միևնույն ժամանակ խորամանկորեն կառուցված հումորով կարողացավ ապաքինող ազդեցություն ունենալ աղջկա վրա։ Հարութ Արշակյանի դերակատարմանը բնորոշ է անկեղծությունը, նրա խաղում չկա արհեստականություն, կերպարը չխաղացված չէ, նա ապրում է Արամի կյանքը։ Դերասանի հմուտ մարմնավորումն ապահովում է կերպարի հոգեբանական խորությունը։ Արամը նույն պահին կարող է լինել ծիծաղելի, հեգնական, հետո շատ զգայուն ու ուշադիր։ Այդ անցումները Հարութը կատարում է վարպետությամբ, առանց չափազանցնելու։ Նրա մերձեցումը Ռեբեկայի հետ կառուցվում է մանրուքների վրա՝ հայացքներ, ժպիտներ, լռություն, որոնք հստակ մատնանշում են փոխըմբռնում և հոգատարություն։ Դերասանի խաղընկերուհին Էմմա Սապունջյանի հետ երկխոսությունները դարձել են սերիալի ամենաքնքուշ ու սպասված հատվածներից մեկը, հատկապես այն հատվածները, երբ Արամը փորձում է դուրս բերել Ռեբեկային իր փակված աշխարհից, սառնությունից դեպի ջերմություն։ Հարութ Արշակյանը խաղում է ոչ թե ուժով, այլ նրբությամբ ու ներքին լույսով։ Արամի կերպարը նաև մեծ ներդրում ունի սերիալի ընդհանուր մթնոլորտի մեջ։ Եթե սյուժեի մեջ կան լարված և դրամատիկ գծեր, ապա Արամը այդ ամենի միջով անցնում է, թողնելով հավասարակշռության և հույսի մի գիծ։ Դերասանն ինքնին կարծես դարձավ հանդիսատեսի հենարան, նրան հաջողվեց կերպարը դարձնել սրտամոտ, մտերիմ, իսկ դա իսկական վարպետության արդյունք է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարութ Արշակյանը մեկնել է Հայաստանից, և հնարավոր է, որ դերասանը սերիալի ստեղծագործական թիմի հետ նախապես արդեն համաձայնեցրել էր իր բացակայությունը, այնպես որ այն ոչ մի կերպ չազդի սերիալի ընթացքի վրա։ Այսպիսի իրավիճակներում հաճախ օգտագործվում են
տարբեր սցենարային լուծումներ, կերպարը ժամանակավորապես ետ քաշելով կամ նրան ուղարկելով այսպես ասած գործուղման, առանց հանդիսատեսի համար կտրուկ փոփոխություններ ստեղծելու։ Հաշվի առնելով սերիալի պրոֆեսիոնալ արտադրողական մոտեցումը և դերասանների փոխարինման կամ ժամանակավոր բացակայությունների նկատմամբ ունեցած փորձը, հավանական է, որ Արամի կերպարի ժամանակավոր բացակայությունը կանցնի աննկատ, միգուցե նա վերադառնա նոր թափով ու սյուժեին նոր զարգացումներ հաղորդի։ Հեռուստադիտողներն ակնկալում են, որ Հարութ Արշակյանի կերպարը կշարունակի մնալ պատմության առանցքային մասերից մեկը, հատկապես եթե հաշվի առնենք Ռեբեկայի կյանքի նոր փուլը և նրանց հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Իսկ դուք այս ընթացքում չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Եվս մեկ անգամ միանում ենք բոլոր շնորհավորանքներին ու սիրված դերասանին աչքալուսանք տալիս